Ողջույն, սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մարտ ամսվա հորոսկոպը կույս նշանի համար։ Սիրելի կույսեր, կարևոր ամիս ենք ունենալու, այս ամսում ունենալու ենք լուսնի խավարում, որը կլինի հենց ձեր առաջին տանը, իսկ դա կբերի ձեզ մեծ փոփոխություններ, և կնշեմ այս հոլովակում մոլորակների դիրքավորման մասին, ինչպես նաև բացասական օրերի մասին։ Հիշեցնեմ, որ պետք է հորոսկոպը նայեք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով, այսինքն այս հորոսկոպը ել ավելի ճշգրիտ պատկեր կտա ձեզ, ովքեր նայում են իրենց ասցենդենտի նշանով, այսինքն ովքեր կույս են։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, ապա մեկնաբանություններում կարող եք գրել, նշելով ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ անպայման ծննդյան ճշգրիտ ժամը, քանի որ հենց ծննդյան ժամն է որոշում ասցենդենտի նշանը։ Այսպիսով անցնեմ հերթականությամբ ներկայացնեմ, որպեսզի բաց չթողնեմ ոչինչ։ Սիրելի ընկերներ, արևը մինչև մարտի 20-ը կգտնվի ձկներ նշանում ձեր 7-րդ տանը, իսկ որտեղ արևը, այնտեղ էլ կենտրոնացած է մեր էներգիան, այսինքն հարաբերություններ գործընկերների, ամուսնու կնոջ հետ, հաճախորդները կավելանան, լավ է ամուսնության համար, համագործակցության համար, պայմանագրերի համար, բայց իհարկե ամուսնության հետ կապված լավ կլինի ամսի 10-ից հետո նայեք, քանի որ մինչ այդ խավարում ենք ունենալու։ Այնուհետև ամսի 20-ից սկսած կանցնի արդեն արևը ձեր 8-րդ տուն։ Եթե դիմել եք վար ստանալու համար, ամենայն հավանականությամբ այս ժամանակահատվածում կստանաք պետությունից ինչ-որ վճարներ կստանան, իհարկե բոլոր նրանք, ովքեր դիմել են, սա բոլորին չի վերաբերվում։ Ձեր զուգընկերոջ ֆինանսական դրությունը կարող է բարելավել, ժառանգության հետ կապված, եթե նման թեմաներ կան ձեր կյանքում, ապա դրա հետ կապված ինչ-որ նորություն գուցե ստանաք կամ ինչ-որ գործողություններ սկսեք կատարել։ Ինչպես նաև, եթե ծննդյան քարտեզով պայմանավորված դրական ասպեկտացիաներ կան, ապա կօգնեն ձեզ ֆինանսապես կամ ինչ-որ տեղից գումար կստանաք։ Մերկուրի մոլորակը շարունակում է գտնվել հետընթաց դիրքով մինչև մարտի 20-ը ձկներ նշանում, սրա հետ կապված առանձին նյութ ունեմ իմ YouTube-յան ալիքում ներկայացրած, եթե չեք նայել, կարող եք նայել, այժմ չկրկնվեմ, Վեներան մինչև մարտի 6-ը կգտնվի ձկներ նշանում ձեր 3-րդ տանը, իսկ ներողություն ձեր 7-րդ տանը, իսկ Վեներան 7-րդ տանը կբերի ձեզ հաճելի հարաբերություններ, հնարավոր է նաև ինչ-որ համագործակցություն, որը ձեզ բավականին օգուտ կբերի, ինչպես նաև այս դիրքավորման արդյունքում շատերը գուցե որոշեն ամուսնանալ, գնալ ԶԱԳՍ, ինչ-որ շահութաբեր գործարք կնքել։ Այնուհետև ամսի 6-ից սկսած Վեներան կանցնի ձեր 8-րդ տուն, գուցե ոմանք որոշեն դիմել պլաստիկ վիրահատության կամ ինչ-որ կոսմետիկ պրոցեդուրաների, հաջողություններ կարող են լինել ֆինանսական հարցերում, ինչ-որ ֆինանսական գործարքների մեջ, գումար հնարավոր է ստանաք, կդառնաք ավելի գրավիչ, ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսները կլավանա, ինչպես նաև հնարավոր է նվեր ստանաք ձեր զուգընկերոջից։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում սիրելի ընկերներ ամսի 2-ից սկսած գտնվելու է ձկներ նշանում ձեր 7-րդ տանը, իսկ որտեղ Մարսն է, այնտեղ էլ էներգիան է։ Մարսը հաճախ 7-րդ տանը բերում են վեճեր ամուսնու կնոջ գործընկերների հետ, հակառակորդների հետ։ Եթե ծննդյան քարտեզում լավ դիրքավորումներ ունի, ապա նոր տղամարդ գուցե հայտնվի ձեր կյանքում, ակտիվ փնտրեք ձեզ համար համագործակցություն, գուցե զուգընկերոջ, սա բոլորին չի վերաբերվում, բայց հնարավոր է ինչ-որ մեկի մոտ սկսվի դատական գործընթացներ կամ որոշեք օրինակ ամուսնալուծվել։ Յուպիտեր մոլորակը մարտի 15-ից սկսած կդառնա ուղընթաց խեցգետին նշանում, ձեր 15 աստիճան խեցգետին նշանում, սիրելի ընկերներ, ձեր 11-րդ տանը։ Յուպիտերը 11-րդ տանը նշանակում է, որ ձեր ընտանեկան ընկերական շրջապատը կընդլայնվի, կոլեկտիվը գուցե փոխվի, որևէ խմբակ բացեք, դառնաք այնտեղ ղեկավար կամ ինչ-որ գործով եք եթե զբաղվում ինտերնետում, ապա հնարավոր է այնտեղ հաջողություններ, հետևորդները ավելանան եւ այլն։ Եթե ինչ-որ արդյունքների եք սպասում, ապա այդ արդյունքները գուցե ձեզ ստանաք արդյունքները եւ ել ավելի լավ արդյունքներ լինի, քան կարող եք պատկերացնել։ Սիրելի ընկերներ, այստեղ Յուպիտերը խեցգետին նշանում դեռևս 2025 թվականի հունիսի վերջերից էր, այնպես որ այնտեղ այդ ժամանակահատվածից սկսած մինչև այս տարվա հունիսի վերջերը Յուպիտերը կբերի վերոնշյալ փոփոխությունները ձեզ։ Բոլոր նրանք, ովքեր երկու անգամ արդեն ամուսնացած բաժանված են եղել, ապա Յուպիտերը 11-րդ տանը հաճախ բերում է նաև երրորդ անգամ ամուսնություն։
Սա մոլորակի հետ կապված, ինչպես նշեցի անցած ամսվա հորոսկոպում, արդեն մտել է խոյ նշան եւ առաջիկա 2.5 տարիների ընթացքում այնտեղ է գտնվելու։ Ձեր 8-րդ տունն է եւ առաջիկա 2.5 տարիների ընթացքում հնարավոր է կրճատվի ձեր եկամուտը, օրինակ ամուսնու աշխատավարձը կամ պետական եկամուտներից օրինակ գումարներ եք ստանում, ինչ պատճառներով չստանաք կամ ավելի քիչ ստանաք։ Եթե ինչ-որ հարց կար բնակարանի հետ կապված, ապա այդ հարցը հնարավոր է լուծվի։ Կամ եթե վարկ ունեք վերցրած, մի փոքր կդժվարանա վարկի մարումը։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում շարժվելով 8-ից 11 աստիճան։ Աղեղնավորը ձեր 4-րդ տունն է, սիրելի ընկերներ, իսկ որտեղ սև լուսինը, այնտեղ հրահրումները, այնտեղ գայթակղությունները, վիճաբանությունները եւ այլն։ 4-րդ տունը իրենից ներկայացնում է մեր բնակության վայրը, ընտանիքի անդամները, անշարժ գույքի հետ կապված հարցերը։ Եթե պետք է անշարժ գույքի հետ կապված հարցեր դիտարկեք, կատարեք առաջիկա 7 ամիսների ընթացքում, ապա շատ զգույշ եղեք, որպեսզի խաբեության զոհ չդառնաք, հատկապես եթե այդ արք ու վաճառքը բրոկերների հետ է կատարվելու։ Ամեն ինչ լավ մանրակրկիր ձննեք։ Սև լուսինը 4-րդ տանը հնարավոր է բերի վիճաբանություն տան անդամների հետ։ Բայց բոլորից շատ սև լուսնի ազդեցությունը այս ամսում զգալու են այն կույսերը, ովքեր ասցենդենտով կույս են, ասցենդենտը գտնվում է 8-ից 11 աստիճանում, կամ ովքեր ծնվել են սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին։ Այս օրերի ծնվածները բոլորից շատ կզգան սև լուսնի բացասական ազդեցությունը իրենց կյանքում։ Լիալուսին ենք ունենալու ամսի 3-ին, սիրելի ընկերներ, այսօրը լուսնային խավարում է կույս նշանում հենց ձեր առաջին տանը։ Սրա հետ կապված առանձին նյութով կարող եք նայել, թե ինչ փոփոխություններ կբերի այժմ մի փոքր թեթև ներկայացնեմ, կույսը ձեր առաջին տունն է, այսինքն ինչ-որ փոփոխություն կապված ձեր եւ ձեր հարաբերությունների միջև կամ ձեր արտաքնի կամ ձեր հարաբերությունների միջև կամ ամուսնու կնոջ հետ կամ գործընկերների կամ հաճախորդների հետ։ Բոլորից շատ նշեմ, որ այս խավարումը իր ազդեցությունը ունենալու է ոչ միայն ամսի 3-ին, այլ 3 ամիս առաջ գուցե զգացել եք կամ առաջիկա 3 ամիսների ընթացքում հնարավոր է զգաք։ Լինելու է կույս նշանի 12 աստիճանում, իսկ դա նշանակում է, որ այն կույսերը, ովքեր ասցենդենտով կույս են, ասցենդենտը գտնվում է 11, 12, 13 աստիճաններում կամ ովքեր ծնվել են ամսի 3-ին, 4-ին, 5-ին, այս օրերի ծնվածները բոլորից շատ կզգան այս փոփոխությունը։ Սիրելի կույսեր, եթե դուք արևի նշանով կույսեր, եթե դուք գիտեք նաև ձեր ասցենդենտը, ապա կարող եք նաև տեսնել, ասցենդենտը որ նշանում է գտնվում եւ ասցենդենտից հաշված կույսը ձեր որ տունն է համարվում, եւ այդ երկուսի համակրությամբ արդեն հստակ կհասկանաք, թե կոնկրետ ինչ ոլորտում է ձեզ սպասվելու այս փոփոխությունը, այս խավարման հետ կապված։ Նորալուսինը կլինի ամսի 13-ին, ձկներ նշանում ձեր առաջին ներողություն ձեր 7-րդ տանը, իսկ 7-րդ տունը դա հարաբերություններն են, կլինի թե գործնական, թե սիրային, այստեղ նորալուսինը բերում է ինչ-որ նորություն, գուցե նոր գործարք, նոր հարաբերություններ, ամուսնություն եւ այլն։ Իմիջիայլոց խավարման արդյունքում շատերը կորոշեն կամ ամուսնալուծվել կամ ամուսնանալ։ Խոսքը վերաբերում է հատկապես ասցենդենտով կույսերին։ Այժմ լարված օրերի մասին նշեմ։ Մինչև մարտի 4-ը լարված է լինելու, սիրելի ընկերներ, Ուրանը եւ Մարսը շարունակում են կազմել պահպանել այդ 90 աստիճանի անկյունը, իսկ դա պայթյունավտանգ իրավիճակներն են, բնական աղետներ կարող են լինել, հոսանքի հետ կապված հարցերը, հրդեհներ, սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատեք շատ զգույշ եւ այլն, վիրահատություններ եւ այլն։ Այս օրերին բավականին լարված է դիրքավորումները։ Եվ լարված օր ենք ունենալու մարտի 13-ը, մի 3 օր առաջ, 3 օր հետո անպայման նկատի ունեցեք, Մարսը եւ Սև լուսինն են 90 աստիճանի անկյուն կազմելու։ Հատկապես որ Սև լուսինը, սիրելի ընկերներ, ձեր 4-րդ տանն է գտնվում։ Դուք եւ ձեր ընտանիքի անդամներին տեղյակ պահեք, որպեսզի շատ զգույշ լինեն, տանը վիճաբանություններ կարող է լինեն կամ հենց տան բնակարանի հետ կապված ինչ որ փոփոխություններ կարող է լինեն Մարսը, քանի որ հրդեհներն են, այնպես որ շատ զգույշ եղեք այս օրերին։ Պայթյունավտանգ իրավիճակներն են, սուր կտրող ծակող գործիքներն են, մի խոսքով տեղյակ եք, զգույշ եղեք։ Կարծում եմ այսքանն էր կապված մարտ ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։